Եվրոպական միությունը Հայաստան կգործուղի հիբրիդային արագ արձագանքման մասնագիտացված խումբ։ Այս որոշումը կայացվել է պաշտոնական Երևանի խնդրանքով նախընտրական շրջանում արտաքին միջամտությունները կանխելու նպատակով։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն այս մասին հայտարարել է Բրյուսելում կայացած արտաքին գործերի խորհրդի նիստից հետո։ Ժողովից հետո ժողովուրդ։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Վայոց ձորի թեմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայկայգեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Աբրահամ arczepiskopos Մկրտչյանին ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Թեմակալը հենց ինքն է գրավոր եւ բանավոր դիմումներ ներկայացրել։ Թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Սունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ Սրբազանների հիմնական պարտականություններին զուգահեռ համատեղության կարգով կիրականացնի նաեւ Վայոց ձորի թեմակալ առաջնորդի լիազորությունները։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն, նա կգլխավորի ընտրական ցուցակը հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընտրապայքարի Ռոբերտ Քոչարյանը դուրս կգա Դաշնակցության եւ Առաջ կուսակցության հետ միասին կարող ենք կարգախոսով։ Տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։ Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջի օրերից եւ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ նրանք չհեռացվեն։ Իդեպ սրանով եմ տարբերվում այլ վարչապետի թեկնածուններից։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնեցին Արցախը եւ ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ իր հերոսական պայքարի պատմությունը։ Իսրայելական բանակը հայտարարել է Թեհրանին նոր հարվածներ հասցնելու մասին, մասնավորապես թիրախավորվել են կառավարական շենքերը։ Զուգահեռ Իրանը հարձակման է անցել Իրաքում, մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հրթիռային հարձակման է ենթարկվել, իսկ Դուբայի օդանավակայանի մոտ հզոր պայթյուն է եղել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Սա պատասխանն է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարություններին, Իրանի եւ Լիբանանի դեմ նոր մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ։ Իսկ Axios-ի տեղեկությունը, թե իրանական կողմը բանակցություններ է վարում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, առավոտյան հերքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Մեջբերում ես Ուիթքոֆին հանդիպել եմ մինչ նրա գործատուի Իրանի անօրինական հարված հասցնելը, նկատի ունենալով Դոնալդ Թրամփին։ Բանակցություններն ավարտվել են մեր երկրի դեմ ռազմական գործողություն սկսելու պահից։ Այս ընթացքում համացանցում բուռն քննարկվում էր, որ Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդին եւս սպանել է իսրայելական բանակը, սակայն Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին լավ է եւ շուտով կարող է նոր ելույթ ունենալ։ Քաբուլում թմրամոլների վերականգնողական հիվանդանոցին Պակիստանի ավիահարվածի հետևանքով զոհվել է 400, վիրավորվել 250 մարդ։ Իսլամաբադը հերքել է այս հայտարարությունը, ասելով, որ փաստերը խեղաթյուրված են, հարվածն ուղղված է ռազմական օբյեկտներին եւ ահաբեկիչների աջակցության ենթակառուցվածքներին, իսկ հիվանդանոցին հարվածը եղել է ոչ միտումնավոր։ Երեկ Պակիստանի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Հիմնական թիրախում եղել են Թալիբան վարչակարգի պաշտպանության նախարարության ռազմական ու լոգիստիկ ենթակառուցվածքները։ Աֆղանստանի իշխանությունները սպառնացել էին համարժեք պատասխան տալ։ Թել Ավիվում ոստիկանության աշխատակիցները դաժանաբար ծեծել են պատերազմի դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Ցուցարարները երթ են կազմակերպել հնչեցրել հակապատերազմական կոչեր, ինչն էլ դարձել է ոստիկանության աշխատակիցների ագրեսիայի պատճառ։ Կադրում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցներին ծեծում բութ գործիքով եւ անգամ ոտքով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի տարածքում ավելի քան 7000 թիրախի, այդ թվում հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի արտադրամասերի ոչնչացման մասին։ Ըստ ամերիկյան կողմի Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռների եւ ռազմածովային նավերի մեծ մասն արդեն շարքից դուրս է բերվել։ Դոնալդ Թրամփը բացահայտ կասկածի տակ է դնում սեփական դաշնակիցների հավատարմությունը հնարավոր լայնածավալ պատերազմի դեպքում։ Նախագահի պնդմամբ շատ պետություններ տարիներ շարունակ օգտվում են ամերիկյան պաշտպանությունից, սակայն խուսափում են ռազմական աջակցություն ցուցաբերել ճակատագրական պահի։ Իրանի ազգային անվտանգության
խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին իր հերթին խստորեն քննադատել է մուսուլմանական երկրների անգործությունը։ Տարածաշրջանում ստեղծված ռազմավարական փակուղին կարծես թե ստիպում է կողմերին վերանայել իրենց քաղաքական դաշինքների իրական արդյունավետությունը։ No, we never asked for a ceasefire. And we have never Իրանը կկռվի մինչև Թրամփը հասկանա, որ այս հակամարտությունը սխալ է եւ անօրինական, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա շեշտել է, որ երկիրը երբեք չի խնդրել հրադադար կամ բանակցություններ վարել։ Trump comes to the point that this is Արաղչու խոսքով Իրանը պատրաստ է կռվել այնքան ժամանակ, որքան կպահանջվի։ Այստեղ ոչ ոք չի հաղթի, ասել է նախարարը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են Իրանում հայտնաբերել եւ հարվածել բասիչ խմբավորման զինյալներին։ Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը բաց պահելու Հորմուզի նեղուցը։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով իրենց շահերից է բխում նեղուցի բաց լինելը եւ այդ պատճառով պետք է գործողություններ ձեռնարկեն։ Դոնալդ Թրամփը շարունակում է վիճահարույց հայտարարությունների շարքը։ Սպիտակ տան ղեկավարը շեշտում է, որ Միացյալ Նահանգները որևէ պարտավորություն չունի Ուկրաինային օգնելու հարցում։ Փոխարենը նա հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հրապարակել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը մասնակցող երկրների ցանկը։ Թրամփը բացահայտ դժգոհում է եվրոպացիներից, քանի որ վերջիններս պաշտպանություն են ակնկալում, բայց հրաժարվում են աջակցել Մերձավոր Արևելքում։ Ըստ նրա Վլադիմիր Պուտինը վախենում է միայն ամերիկյան հզորությունից, այլ ոչ թե Եվրոպայի հավաքական ուժից։ Այս լարվածության ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Էմանուել Մակրոնի հետ զրույցում հրաժարվել է որևէ զիջման գնալ։ Թեհրանը պահանջում է դադարեցնել հարևան երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաների օգտագործումն իր դեմ։ a friend of mine really for a long time. Դոնալդ Թրամփը նոր վերջնագիր է ներկայացրել Պեկինին ամսվա վերջին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Սպիտակ տունը Չինաստանից պահանջում է անհապաղ ռազմական եւ դիվանագիտական աջակցություն Հորմուզի նեղուցն ապաշրջափակելու հարցում։ Նավթային այս ուղու փակումը նպաստել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճին։ Միացյալ Նահանգների նախագահը սպառնում է հետաձգել Սին Ցինփինի հետ հանդիպումը, եթե իր պահանջը չկատարվի։ Սակայն Պեկինը շտապելու պատճառ չունի, քանի որ կուտակել է վառելիքի հսկայական պաշարներ եւ դիվերսիֆիկացրել է ներկրման ուղիները։ Թրամփի լծակները թույլատրել են նաև երկրի ներսում սակագների հարցում Գերագույն դատարանի սահմանափակումների պատճառով։ Վաշինգտոնի փորձերը սեփական սկսած պատերազմի ռիսկերը կիսել այլոց հետ Չինաստանում արժանանում է բացահայտ հեգնանքի։